Յուրաքանչյուր այցելության ժամանակ ինքներս մեզ համար ճշտումներ ենք անում։ Այս պահին կարծում եմ մենք ճիշտ ուղուն ենք, որպեսզի համակարգված այս աշխատանքները, այս շփումները դառնան։ Յուրաքանչյուր մարզ այցելությունից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որը քննարկվում են կառավարությունում եւ հետադարձ արձագանք է տրվելու եւ կոնկրետ դառնալու է գործ։ Այս պահին մենք տարածքային կառավարման նախարարության հետ եւ զարգացման նախարարության հետ համատեղ քննարկում ենք եւ կձևավորենք մարզի անձնագիր, բոլոր այն բնութագրերը, որով որ մարզը բնութագրվելու է, որով որ համեմատություն է լինելու, որով որ դինամիկան է երևալու, զարգացումն է երևալու։ Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք այն խաղի կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքը անի, որպեսզի այդ համայնքին մեր ուշադրությունը ավելի շահագրգռված եւ մոտիվացված լինի։ Տեսեք, ես օրինակ լինեի ձեր փոխարեն ինչ կանեի։ Ես մի հատ անալիզ կանեի, մեր մարզում ունենք այսքան հող, որը գյուղատնտեսության կառազարկանա։ Օգտագործում ենք այսքանը։ Չենք օգտագործում այս ինչ պատճառով, ջուր չկա, այս չկա, ինչ չկա, մյուս։ Լավագույն մշակույթը, որը կարող լինի մեր մոտ, այս է։ Ամենալավ էֆեկտը Վայոց մարզում կտա այս ինչ մի խաղողը, չգիտեմ։ Ներդրումների քանակը հողերը մշակելու համար մոտորապես այսքան է, արտադրանքը, որը կարող ենք տալ, մոտորապես այսքան է, ծավալը հնայի մեջ կարող է այսքան լինել, այսքան աշխատատեղ ստեղծի։ Դրա համար մեզ անհրաժեշտ է այսօրվա մեր զբաղվածության առումով նման տեխնիկա, որի ներդրումները մոտորապես այսքան են, վաղը մյուսով զարգանալով այսքան կլինի։ Երբ որ դուք այս մեծ պատկերը կարողանաք ներկայացնել, որը հիմա կարող է թվալ, որ հեքիաթ է, ոնց կլինի, մենք գոնե կհասկանանք ինչ ուղղությամբ են գնում։ Անպայման պետք է ունենայիք հաջողակ օրինակներ կոոպերատիվների։ Համոզեք մարդկանց մի երկու հատ կոոպերատիվ ստեղծեք, որտեղ բացատրեք ինչ անելու, հաստատուն ծախսերի հետ նվազելու է, այս տեխնոլոգիան անցնելու է, ագրո համալսարանը ստեղից պետք է դուրս չգա։ Ֆերմերներին մեզ ասեք, մեզ ռեգուլյար մարդ ուղարկենք 7 մի շաբաթանոց կուրս, 2 շաբաթանոց կուրս, 3 շաբաթանոց կուրս։ Վայոց ձորի այն հողերից, որը որ կարող է գյուղատնտեսությանը ծառայել, որ տոկոսն ենք այսօր օգտագործում, որն է մեր թույլ կետը, ինչ պետք է անենք, որ գյուղատնտեսությունը զարգանա։ Կա որևէ օրինակ, որ գյուղացիները կոոպերացիա են կազմել, կամ այդ գյուղացիներից մեջից մեկը գտնվել է լիդեր, ասել է եկեք այս անենք, ես չեմպիոն կդառնամ։ Տեսեք, հենց հաջողակ կոոպերատիվ ունենանք, այդ ամենալավ քարոզչությունն է։ Էլ դուք չեք գնալու համոզեք գյուղացիներին, որ իսկ տեխնիկայի առումով, օրինակի համար, եթե ստեղ գա մի մասնավոր կառույց, այդ տեխնիկան ունենա, տեղակայված լինի, այդ ծառայությունների համար կվճարեն իրեն։ Դուք ունեք գնահատական օրինակ մարզի համար ինչ տեղակայության ու ինչ բովանդակության տեխնիկա պետք է լինի, որպեսզի այդ տեխնիկան օգնի մեր գյուղացուն, գյուղատնտեսությամբ զբաղվողին աշխատանքները արդյունավետ սարքի։